Հետախուզման մեջ գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածուն դատի է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչ է պահանջում նա։ Արմլու լրատվականին հայտնի դարձավ, որ 2026 թվականի մայիսի 25-ին Հայկ Սուքասյանը էլեկտրոնային եղանակով հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 24-ի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Հայկ Սուքասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին թիվ 208 որոշումը եւ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Հայկ Սուքասյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու թիվ 209 որոշումը անվավեր ճանաչել։ Ստացվում է, որ падգամավորի թեկնածուն դատարանից պահանջում է, որ դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, ըստ որի հակակոռուպցիոն կոմիտեն ներկայացրել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայկ Սուքասյանին մեղադրանք առաջադրելու եւ ազատությունից զրկելու մասով անվավեր ճանաչել։ Արմնու լրատվականը օրերս հայտնել էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքասյանի նկատմամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ թեկնածուին իրավապահները չեն կարողանում գտնել, նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից։ Ըստ մեզ ունեցած տեղեկությունների հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանմամիջոց է ընտրվել կալանքը։ Հետևենք քննության ընթացքին, դատարանի որոշմանը եւ հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին, թե ինչ է սպասվում падգամավորի թեկնածու Հայկ Սուքասյանին։